Տեսեք, հիմա ինչ ենք անում։ Այս էս թույլ ձևով, նայեք, այսինքն թույլ ինչի նկատի ունեմ, որ սրսկիչը այնքան ուժեղ չլինի, էլի, որ սերմերը փչի տանի։ Դե մի քիչ դոզան բարձր է լինում, դեղի, հնարավորինս երբ որ արանքները բույս է լինում, այնպես ենք անում, որ բույսի տերևների վրա դեղանյութ չլցվի։ Ահա, նայեք, այսենց հատ-հատ ես խեմ ես ամենը ներկայացնում, որ Ժորժ ջան, ով անում, ճիշտ արեք, նպատակային արեք, արդյունավետ լինի, ահա։ Այսենց ամբողջ հատիկները դեղում ենք, դե այս պրոցեսը բոլորը չնկարեմ, արդեն պարզ է, հետո հողով ծածկելու ենք, այսենց։ Այս բաժինել ենք արդեն սերմը բաց սրսկում։ Նորից տեղ էլ հիշեցնեմ, որ պարտադիր է սիզամարգի սերմը միջատասպանով, հատուկ ներծծվող միջատասպանով թունավորելը, այսինքն սրսկելը, որպեսզի մրջյունները չգողանան։ Չսրսկեցիր, շատ լավ, սնունդ է իրանց համար, առիթը օգտագործելու են, որ ասմա պատրաստի կերակուրը բերել լցրել ես իրանց դաշտում։ Այն գիշատիչի նման հոտը առնում են իրանց կերակուրի և սկսում հավաքվում և սկսում կրել։ Տենց այգի չկա, որ մրջյուններ չլինի, նույնիսկ երբ որ լինում է դեռ սերմն էլ ցանած չենք լինում, լինում է, որ գիտենք այգում կա հատուկ անցքեր, օրինակ սա տեսեք մրջյունի բույներ։ Լավ լցրեցինք, որ ավելի իրանց խեղճացնենք, որ մեր սերմը չգողանան։ Վերջում ինչ ենք անում, սա նորից ծածկվելու է, դե այս բաժինը հələ աշխատանքային փուլում է, ստեղ մենք մի երկու հատ էլ բույս ենք ավելացնում, մի հատ վերջնական կնստացնենք հողը, նոր կցանենք։ Վերջում ստեղ վարդեր կունենանք, ընդհանուր գեղեցիկ այգի հիմնվեց, նորից կրկնեմ, մոնտաժն արվեց, փոսերը մեծ փորվեց, ամբողջը լավ հողախառնուրդ լցվեց, գազոնի հումքը պատրաստվեց հողախառնուրդով և ամեն աշխատանք, ամեն փուլ ճշգրիտ պատրաստվեց մեր թիմի կողմից։ Ավտոմատ կոռոգվի, լավ օրգանական պարտանյութով, ավազով հարուստ հողի մեջ կաճի, այսենց կունենանք գեղեցիկ տարածք, այսենց։